Հարցնեժդեհին դե մենք գիտենք որ այս պահին աշխարհի թիվ 1 ուշադրությունը դա Իրան-իսրայելյան պատերազմն է անգամ ռուս-ուկրաինական պատերազմից չէին խոսի եթե այդ ատոմային սուզանավի դեպքը չլիներ եւ այս երկու օրվա հուժկու պատերազմից իսկապես շատ հուժկու պատերազմական գործողություն տեղի ունեցավ այս երկու օրվա մեջ ինչը նաեւ մարդկությանը ես ուղղակի ուզում եմ ուշադրություն սևեռվի որ 21-րդ դարում իսկապես պատերազմները շատ վտանգավոր են սարսափելի ծանր երկու պետություն կարող է պատերազմել բայց ամբողջ տարածաշրջանը կարող է վնասվել սարսափելի ծանր վնասներով խելքի չգա ուշքի չգա անգամ եւ ժամանակն է որ մարդը այս ուղղությամբ մտածի եւ ասեմ որ այս երկու օրվա այս հուժկու պատերազմից հետո պետք է կողմերը այդ դառը պտուղի իրենք են կերել որքան էլ խոսենք կողքից հեշտ է երևում որովհետեւ նախ կողքից հեշտ է երևում եւ երբ որ դու չես այդ ցավը կամ վիշտը կրողը կարողանում ես որոշակի հանգստությամբ այս ամեն ինչը վերլուծել բայց մենք պետք է թողնենք որ թե Իրանը թե Իսրայելը խոսի այս պատերազմի մասին եւ խոսեն իրենց թերությունների կամ առավելությունների գործադրած ուժի ծավալի լավ էր շատ էր քիչ էր պակաս էր այս մասին պետք է իրենք խոսեն եւ այդ ժամանակ կհասկանանք թե ավելի հստակ ինչը ինչոց է թողենք Իսրայել իրանական հակամարտությունը եւ մտնենք Հայաստանում ոստիկանությունը հերթական անգամ ցույց տվեց իր հանցավոր դեմքը ոչ ավել ոչ պակաս եթե ոստիկանը իմիջիայլուց ասեմ այդ ոստիկանին Նիկոլը Հորտնից չի բերել այդ նույն Սերժի ոստիկանն է նույն Ռոբերտի ոստիկանն է ովքեր ժամանակին Սև ազգեստ մայրերին էին ասֆալտների վրայով քաշ տալի որոնց զավակները անհասկանալի պատճառով բանակում զոհվել էին եւ որից մեկը պատասխանատվության չէր ենթարկվել կամ անհայտ կորել էին կամ Եվ այդ նույն ոստիկանը այսօր շարունակում է ավելի բիրտուշ կիրառել եւ ավելի լկտի պավազք է ցուցաբերել տեսախցիկի առաջ հարվածում է մարդուն քաղաքացուն անգամ լրատվամիջոցի աշխատակցություն եւ հասկանում է որ իրեն որից մեկը պատասխանատվության չի ենթարկի սա ամենա սարսափելի երևույթն է որ արդեն ոստիկանության մեջ երևում է եւ ասեմ հենց սա էր պատճառը որ այս պուտինյան համակարգի ռեժիմի ոստիկանական գունդը ազատագրեցին հանցավոր ռեժիմից Սասնածռերի ապստամբության թիրախը դարձավ ոստիկանությունը, որովհետև Սասնածռերը դրանով նաև ուզեցին ցույց տալ պուտինյան ռեժիմին կամ Պուտինին, որ եթե դու հայ ժողովրդի հետ վարվես նույն կերպ, քո մահակը ձեռքիցդ կխլենք։ Քեզանից վախեցող չկա։ Եվ այն ոստիկանը, որին բանեցնում էր Սերժիկ Սարգսյանը, այսօր Նիկոլը կրկնապատկել, եռապատկել է, այնպես չի որ նոր ոստիկաններ են մենակ, նույն Սերժիկի ոստիկաններն են եւ ավելացվել է Նիկոլի կողմից որոշ նորից անկիրթ, որոնք կրթություն չունեն, որոնք պատասխանատվության գինը չեն հասկանում, որ ամեն հրաման չէ հանցավոր, որ պետք է կատարեն եւ կատարում են, չհասկանալով որ վաղ իրենք պատասխան են տալու։ Ես ձեզ ասեմ, որ ոչ Սերժիկները, ոչ Նիկոլները հավերժ չեն եւ ասեմ Պուտինյան ռեժիմի վերջը մոդենում է, որովհետեւ էլ հնար չունի Պուտինը այստեղ մարտիկ պահի եւ ոստիկան դու ինչ ես անելու, երբ որ այդ նույն տեսախցիկի պարունակությունը դատարանում, երբ որ Հայաստանում ժողովրդավար ուժեր կան իշխանության, ասենք դատարանում ներկայացնեն եւ ձեզ պատասխանատվության ենթարկեն։ Ինչ եք կարծում Նիկոլը կամ Սերժիկը գալու են ձեզ տեր կանգնեն։ Նրանք արդեն ճաղերի հետևում են լինելու։ Նրանք ձեզ չեն կարողանալու փրկեն։ Սթափվեք։ Չի կարելի հասկանում եք այնպեսի Նիկոլը մի այնպեսի իրավիճակ է ստեղծել, որ ասես Հայաստանում հանրության կեսը իրավապահ է, հա, ոստիկան, չգիտեմ, դատախազ քննիչ, ինչ ասեմ, ազգային անվտանգության ծառայող։ Այն մի մասն էլ հասարակ քաղաքացիներ են, այսինքն դուրս է գալ մի մասը իրավապահ է, այն մի մասն էլ հանցագործներ են։ Բայց իրականում մի մասը հենց այն խեղճ զանգվածն է, որին հալածում է իրավապահ համակարգում տեղակայված եւ օրինավոր եւ հանցավոր նկրտումներ ունեցող մարդիկ։ Այո,
ոստիկանական համակարգում հանցագործություններ անելու հակված մարդիկ կան։ Եթե մարդը կարող է աղջկան հարվածել, հայհոյել եւ շատ ինքնավստահ նկարահանվել, ցույց տալ իրեն մտածելով, որ ինքը շատ լավ բան է անում եւ ճիշտ բան անում, սա արդեն իսկապես վերջն է, ամեն ինչի վերջն է, էլի։ Եվ ելի եմ ասում, հիմա ուշադիր մեծ բառերի վրա, սիրելի հանրություն, ոստիկանին բանեցրած Սերժ Սարգսյանը, ով հանցավոր հրամաններ էր տալի այդ ոստիկանին, այսօր բանեցնում է Նիկոլ Փաշինյանը։ Եվ այդ ոստիկանին հանցավոր բանեցրած Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանը ազատության մեջ են, իսկ սասնացրերը բանտում, ովքեր այդ նույն ոստիկանին զրկեցին 10 օրով իրենց որջից։ Այսօր Սերժ Սարգսյանին իբր քրեական գործեր են չէ բացել եւ փակել էին նրա ելքը Հայաստանից, հիմա ելքի հնարավորություն են տալիս, իսկ Վարուժան Ավետիսյանը սարսափելի ծանր հիվանդության մեջ անգամ բժշկի զննման հնարավորություն չեն տալիս։ Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում այս իրավիճակում ով է ազգայինը, ով է մարդու, քաղաքացու, հայրենակցի մասին մտածողը։ Այդ ոստիկանական պետությունը, այդ ոստիկանը, ով անխնա ջարդում ուծեցում է Նիկոլի հրամանով։ Նիկոլը, թե այդ ոստիկանի դեմ ապստամբած եւ ոստիկանին հրամաններ տվողի դեմ ապստամբած սասնացրերը։ Պետք է մտածել այս ուղղությամբ։ Տղաները իսկապես պետք է բանտերից դուրս գան։ Պետք է դուրս գան։ Եվ ձեզ ասեմ, եթե մենք սենց անտարբեր մնանք ոստիկանության այս արարքի հանդեպ, այսինքն եթե ոստիկան ինչ-որ մեկին չգիտեմ բռնությունն է ցուցաբերում, եթե կողքից նայեցիք, չխառնվեցիք, վաղը այդ նույն վերաբերվում ձեր հանդեպ է անելու եւ այն մյուսը չի խառնվելու։ Եվ այդպես շատ հեշտությամբ բոլորից կոտրելու են եւ բոլորից զրկելու են հայրենիք սիրելու, ընտանիք սիրելու, հարևան, բարեկամ սիրելու հնարավորությունից, այսինքն միասնությունից։ Եվ վերջ, թուրքերը կհասնեն իրենց նպատակին։ Հաջորդ հրամանը կիջեցնեն Նիկոլի գլխին, կասեն դե վերջը դուր պետության ժողովուրդը իրար չեն աջակցում, ոչ մեկ դուրս չկա դրա դեմ, կասի դե ինչպես մնացած այնպես էլ մենք։ Եվ կվերջանա այստեղ Հայաստանը։ Այսինքն ոստիկանությունը հենց հիմա կատարում է մի հանձնարարություն, որով ժողովրդին դարձնում է վախկոտ, անտարբեր եւ ինչու՞ չի անբարո։ Եթե դու քո արժեքներին տեր չես կանգնում, գոնե քո խղճի դեմ դու չես ուզում ազնիվ լինել։ Ինչպես կարող ես տեսնել, երբ որ աղջկան կնոջը հարվածում են, գցում են ոտքերի տակ, եւ դու անտարբեր կանգնես նայես, չաջակցես, չպաշտպանես։ Ստապվել է պետք։ Իսկապես ստապվել է պետք։ Ես էլ եմ ասում, ոստիկան, կարմիր բերետավոր, վաղը քեզ ոչ Սերժիկը, ոչ Նիկոլը բանտախցից քեզ հրգելու, աջակցելու հնարավորություն չեն ունենալու։ Դու իրենց հետ հայտնվելու ես այդ նույն խցի մեջ կամ կողքի խցում։ Գիտակցի սա։ Մի արեք այնպիսի բաներ, որով ժողովուրդը իսկապես չարանա ձեր հանդեպ նաև։ Մենք շատ քիչ ենք, ձեզ էլ որ շարքից հանեցինք, տագը բան չի մնալու։ Կիսվի ժողովուրդը, հանրությունը։ Եվ թշնամու ուզածը սա է, որ մենք մեզ, այ դու քո լկտիությամբ ժողովրդին հասցնես մի բանի, ձեր քանակը հավասարվել է ժողովրդի քանակին։ Ժողովուրդն էլ դուրս գա, զինվի, ձեր գլուխը ջարդի եւ վերջ։ Եվ թշնամին ուրախանա։ Ու երբ որ մենք այսքան երբ որ հանդուրժում ենք, որ դու խելքի գաս ոստիկան։ Չենք վախենում։ Ուղղակի չենք էլ ցանկանում, որ հայ մարդու քանակը պակասի։ Չնայած եթե դու այդ տեմպով շարունակես, դու հայ մարդ լինելու իրավունք չունես։ Մնաք խաղաղությամբ։